Մաթեմատիկական վերլուծության դասընթացի 26-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր ուսումնասիրենք Taylor-ի բանաձևի որոշ կիրառություններ, այսինքն մեկ հիմնական կիրառություն, այդ ֆունկցիաների լոկալ հետազոտությունը։ Անվանենք լոկալ էքստրեմումներ։ Նախորդ անգամ մոտավորապես քննարկեցինք, թե ինչի մասին է խոսքը։ Հենց որ միանգամից անցնենք գործի։ Ուրեմն դիցուք տրված է x բազմությունը RM-ում եւ ունենք f ֆունկցիա, որը x-ից գնում է r։ Ուրեմն առաջին սահմանումը, այսինքն մի սահմանում կլինի, բոլորը նույն կետում գրենք սահմանում։ Ուրեմն առաջին մասը, կասենք, որ x0-ն լոկալ մինիմում է կամ մաքսիմում է, եթե գոյություն ունի այնպիսի r դրական թիվ, որ ցանկացած x-ի համար x0 կենտրոնով եւ r շարավորող գնդից, ուրեմն մինիմում դեպքում fx-ը մեծ կամ հավասար է fx0-ից, մաքսիմումի դեպքում fx-ը փոքր կամ հավասար է fx0-ից։ Այսինքն ինչ է նշանակում լոկալ մինիմում, այս մեր տիրույթն է, այս x0 կետն է, լոկալ մինիմում է, եթե ես կարող եմ ընտրել այնպիսի գունդ, որ այս գնդի ներսում արժեքը x0-ում ամենափոքրն է, եթե մինիմում է, եւ ամենամեծն է, եթե մաքսիմում է։ Ուրեմն երկրորդ մասը, ուրեմն լոկալ մինիմումը կամ կարող է լինել նաև մաքսիմումը խիստ է, այսինքն ունենք խիստ լոկալ մինիմում կամ խիստ լոկալ մաքսիմում, ավելի ճիշտ է ասել լոկալ խիստ մինիմում կամ խիստ մաքսիմում, եթե ուրեմն մինիմումի դեպքում մի հատ նորից գրենք, ուրեմն եթե գոյություն ունի այնպիսի r, որ ցանկացած x-ի համար էլի նույն գնդից, բայց առանց x0 կետի, ունենք խիստ անհավասարություններ, fx-ը խիստ մեծ է fx0-ից եւ մաքսիմում դեպքում fx-ը խիստ փոքր է fx0-ից։ Եվ վերջի մասը դա սահմանման, ուրեմն լոկալ էքստրեմում x0-ն էքստրեմում է, ըստ սահմանման նշանակում է, որ x0-ն լոկալ մինիմում կամ մաքսիմում է։ Այսինքն այս հասկացողությունները լրիվ նույնն են, ինչ որ մեկ փոփոխականի ֆունկցիայի դեպքում։ Մինիմում նշանակում է, որ այդ կետում ֆունկցիան ընդունում է ամենափոքր արժեքը, մաքսիմումը, որ նշանակում է, որ այդ կետում ֆունկցիան ընդունում է ամենամեծ արժեքը, գոնե փոքր շրջակայքում։ Եթե այդ անհավասարությունները խիստ են, ապա կասենք, որ մինիմում կամ մաքսիմումը խիստ է, եւ կասենք, որ x0-ն լոկալ էքստրեմում է, այսինքն նույնիսկ լոկալն չենք ասի, կասենք էքստրեմում պարզապես։ Եթե երկիմաստություն կա, կասենք լոկալ էքստրեմում, եթե ինքը կամ մաքսիմումի կետ է, կամ մինիմումի կետ։ Հիմա ճիշտ է հետևյալ թեորեմը։ Ըստ էության երկու արդյունք կա այս
ընդհանուր, թեորեմ 1, ուրեմն ենթադրում ենք, որ ուրեմն դիցուկ x0-ն f-ի լոկալ էքստրեմում է, և ցանկացած g-ի համար գոյություն ունեն մասնակի հացանցալները x0 կետում, ապա դրանք բոլորը 0 են։ Այս արդյունքը համարյա ակնհայտ է։ Ինչի, որովհետև m փոփոխականի ֆունկցիան մենք կարող ենք դիտարկել որպես 1 փոփոխականի ֆունկցիա։ Ուրեմն ունենք x0 կետ, ասենք երկչափանի դեպքում եկեք նայենք m հավասար է 2-ի, ու ենթադրենք, թե x0-ն, ասենք, լոկալ մինիմում է։ Այդ դեպքում կարող ենք նայենք f ֆունկցիայի սահմանափակումը հետևյալ երկու ուղղների վրա։ Ֆիքսում եմ երկրորդ կոորդինատը եւ նայում եմ ֆունկցիա որպես առաջին կոորդինատի, այսինքն x1-ի, եւ ֆիքսում եմ առաջին կոորդինատը, նայում եմ ֆունկցիա որպես երկրորդ կոորդինատի։ Այսինքն ես նայում եմ հետևյալ երկու ֆունկցիաները. f1, որը կախված է x1-ից եւ հավասար է f, ես ֆիքսել եմ երկրորդ կոորդինատը, այսինքն x1 եւ x0, այս կանաչ ֆունկցիաներ, չէ, այս մանուշակագույն ֆունկցիաները, եւ նայում եմ f2 ֆունկցիան, որը կախված է x2-ից, ու այդ նույն f ֆունկցիան է, ես հիմա ֆիքսել եմ, ստեղ մի քիչ լավ չգրեցի, x0 երկրորդ կոորդինատը, այսինքն x0-ն ես գրում եմ x1 0, x2 0։ Այս x1-ն է, x2-ն է, ստեղ x0 մեկ կոորդինատն է, ստեղ x0 երկրորդ կոորդինատը։ Ես ֆիքսում եմ իմ կոորդինատներից մեկը, ու նայում եմ որպես ֆունկցիա մյուս կոորդինատից։ Ինչ է ստացվում, ուրեմն f x1 0 եւ x2։ Ուրեմն քանի որ ես ունեի ստեղ գունդ, որտեղ իմ ֆունկցիան լոկալ մինիմում էր, որտեղ x0-ն լոկալ մինիմում էր, նշանակում է այս երկու ֆունկցիաների համար էլ ես կունենամ լոկալ մինիմում։ Ուրեմն x02-ը x02-ը լոկալ մինիմում է f 2-ի համար եւ x01-ը լոկալ մինիմում է f 1-ի համար։ Բայց այս դեպքում ես արդեն գիտեմ, որն է անհրաժեշտ պայմանը, որպեսզի ֆունկցիան մեկ փոփոխական ֆունկցիան ունենա լոկալ մինիմում, պետք է որ հացանցյալը լինի 0։ Անհրաժեշտ է, բայց բնականաբար բավարար չի։ Այստեղից հետևում է, որ f2 շտրիխը x1 կետում, x2 կետում հավասար է 0-ի, բայց ինչ է նշանակում f2-ի հացանցյալ x2 կետում, այդ նշանակում է f-ի երկրորդ մասնակի հացանցյալը։ Ստեղից հետևում է, որ df
dx2-ը x0 կետում հավասար է 0-ի, նույնն էլ ստեղ f1 շտրիխը x1 0 կետում, որը նույնն է ինչ որ f-ի առաջի մասնակի ացանցալը x0 կետում, պետք է հավասար լինի 0-ի։ Սրանով ապացույցն ավարտվում է։ Երկչափանի դեպքեր, բնականաբար բազմաչափ դեպքը լրիվ նույն փաստարկն է օգտագործում։ Վերցնում ենք, ֆիքսում ենք բոլոր փոփոխականները բացի մեկից ու նայում ենք այդ մի փոփոխականից կախված ֆունկցիան։ Բնականաբար այս պայմանը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար։ Օրինակ, հիշենք ինչ օրինակներ կարող ենք նայել։ Օրինակ, կարող եմ նայել f x1 xm ֆունկցիան, որը հավասար է x1-ի խորանարդ, այս դեպքում ացանցյալը հավասար է 0-ի, այս դեպքում f-ի գրադիենտը հավասար է 0-ի, ասենք 0 կետում, գրադիենտը հիշեցնեմ բոլոր մասնակի ացանցյալներն էր, որը հենց տալիս է դիֆերենցիալը։ Եթե ես վերցնեմ fx-ը հավասար x1 քառակուսի, ուրեմն գրադիենտը հավասար է 0-ի, 0-ն էքստրեմում չի, վերցրեցինք x1 քառակուսի, այս դեպքում էլի գրադիենտը հավասար է 0-ի, գրադիենտը 0 կետում, այսինքն բոլոր ացանցալները 0 կետում 0 են, ուրեմն 0-ն լոկալ մինիմում է, նույնիսկ գլոբալ մինիմում է, եւ վերջապես նայեք ստեղ մի քիչ ուրիշով ասենք f պլյուս եւ f մինուս x կետում հավասար է մինուս x1 քառակուսի, էլի գրադիենտը 0 է 0 կետում եւ 0-ն լոկալ մաքսիմում է։ Այսինքն լոկալ էքստրեմի համար ացանցյալների 0 դառնալը անհրաժեշտ պայման է, բայց ցանկացած բան կարող է տեղի ունենալ։ Նայենք, ստեղ փաստորեն մենք f ֆունկցիայից համարյա ոչինչ չենք ուզել, ուզել ենք միայն մասնակի ացանցյալների գոյություն, նույնիսկ անհետացություն չենք ուզել։ Լրացուցիչ պայմանների դեպքում կարող ենք մի քիչ ավելի շատ բան ասել։ Թեորեմ Թեորեմ 2 մի քանի կետ ասենք ասեմ դիցուկ որպեսզի շատ չբարդացնեն ձևակերպումը դիցուկ f-ը c2 դասից է x բացու ազգության վրա ունեմ ինչ որ մի կետ որտեղ գրադիենտը հավասար է 0-ի։ Այսինքն ես գիտեմ, որ եթե ես ուզում եմ, որ x0 լինի էքստրեմումի կետ, լոկալ էքստրեմումի կետ, ապա պետք է բոլոր ացանցալները դառնան 0։ Դե հենց սկզբից ենթադրենք, որ բոլոր ացանցալները հավասար են 0-ի։ Հիմա նայենք մի քանի դեպք։ Ուրեմն առաջինը ուրեմն ենթադրենք թե x0-ն լոկալ մինիմում է։ Եկեք փաստի մեջ գրենք նաև մաքսիմում է, որ երկու անգամ չձևակերպենք։ Ուրեմն ապա եթե ես վերցնեմ երկրորդ դիֆերենցիալը x0 կետում եւ հաշվեմ ցանկացած h վեկտորի վրա, ապա կստանամ դրական թիվ ցանկացած h վեկտորի համար rm-ից։ Այդ մինիմումի դեպքում, մաքսիմումի դեպքում կստանամ բացասական d2 h-ը կլինի բացասական ցանկացած h-ի համար։
Այսինքն լոկալ մինիմումի համար պետք է որ երկրորդ դիֆերենցիալը ընդունի ոչ բացասական արժեքներ, միշտ լինի մեծ կամ հավասար 0-ի։ Ուրեմն երկրորդ մասը ենթադրենք, թե ցանկացած հաշի համար RM-ից երկրորդ դիֆերենցիալը RM հանած 0-ից 0 կետում եթե վերցնեմ դիֆերենցիալը տալիս է բնականաբար 0, բայց եթե վերցնեմ ցանկացած կետը, որ 0-ից տարբեր է, ապա ստանում եմ դրական թիվ կամ երկրորդ դիֆերենցիալը միշտ բացասական է, ապա x0-ն լոկալ խիստ մինիմում է, երբ ինքը դրական է, և մաքսիմում է, երբ բացասական է։ Եվ երրորդ կետը, որ իրականում հետևանքի առաջի երկուսից, որ եթե դիֆերենցիալը ընդունում է համ դրական, համ բացասական արժեքներ, ապա x0-ն էքստրեմում չի։ Եթե D2F x0h-ը ընդունում է և դրական և բացասական արժեքներ, ապա x0-ն էքստրեմում չի։ Ուրեմն այս է մեր այսօրվա դասի հիմնական արդյունքներից մեկը, անհրաժեշտ և բավարար պայմաններ լոկալ էքստրեմումների համար։ Լավ, եկեք փորձենք ապացուցենք այս արդյունքը։ Ապացույց։ Բնականաբար ամեն ինչ հետևելու է ֆունկցիայի լոկալ մոտարկումից, այսինքն Թեյլորի բանաձևից։ Ուրեմն սկսենք A կետից։ Ենթադրում ենք, որ x0-ն լոկալ մինիմում է։ x0-ն լոկալ մինիմում է։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ մի փոքր շրջակայքում x0-ի f(x0)-ն ամենափոքր արժեքն է։ Այսինքն f(x0)-ն, ուրեմն ցանկացած հաշի համար, որը գտնվում է 0 կենտրոնով և r շարավող գնդի մեջ, որտեղ r-ը բավականաչափ փոքր է, ես ունեմ հետևյալ անհավասարությունը f(x0) գումարած h-ը, քանի որ լոկալ մինիմում է, ինքը պետք է լինի մեծ կամ հավասար f(x0)-ից։ Հիմա օգտագործենք Թեյլորի բանաձևը ձախ մասի համար։ Այս ինչ է նշանակում։ Այս նշանակում է, որ f(x0) գումարած, սա ես պետք է գրեմ առաջի կարգի ածանցալները, բայց ես ենթադրել եմ, որ իմ ֆունկցիայի գրադիենտը հավասար է 0-ի։ Այսինքն ֆունկցիայի բոլոր ածանցալները առաջի կարգի հավասար են 0-ի։ Այսինքն այդ անդամը անհետանում է և մնում է հետևյալը 1/2 գումար i
J-ին 1-ից n, D2F, DX-ի, DXG, X0 կետում, H-ի, HG, այսինքն ուրիշ կերպ ասած, երկրորդ դիֆերենցիալը։ Ուրեմն ես հիշեցնեմ, հենց երկրորդ դիֆերենցիալն էր, D2F-ը X0 կետում, հաշված H ֆունկցիայի վրա, և գումարած փոքր O H-ի նորմի քառակուսուց։ Ուրեմն սա պետք է մեծ կամ հավասար լինի Fx0-ից։ Fx0-ները կրճատվում են, և ինչ է մնում։ Մնում է հետևյալը, ուրեմն 1 երկրորդ դիֆերենցիալը x0 կետում երկրորդ դիֆերենցիալը հաշված h վեկտորի վրա, գումարած փոքր O h-ի նորմի քառակուսուց հավասար է 0, մեծ կամ հավասար է 0-ից։ Հիմա ինչ կարող եմ անել։ Եկեք h-ը փոխարինեմ հետևյալ արտահայտությամբ, այսինքն h-ի փոխարեն գրել t անգամ h, որտեղ t-ն պատկանում է 0,1-ին։ Այս անհավասարությունը ճիշտ է ցանկացած h վեկտորի համար, որի նորմը փոքր է r-ից։ Մասնավորապես, եթե վերցնեմ t անգամ h, որտեղ t-ն 0,1-ից է և h-ը պատկանում է b 0r-ին, ապա անհավասարությունը կլինի ճիշտ։ Եկեք երկուսով բազմապատկեմ, որ ամեն անգամ այս երկուսը չգրեմ, ստացվի, որ d2f x0-ն հաշված th վեկտորի վրա, գումարած փոքր O, h-ը ֆիքսացեց, այստեղ հիմա t-ն է փոփոխվում, այսինքն մի անգամ գրենք th նորմի քառակուսի, մեծ կամ հավասար է 0-ից, հիմա նկատենք, որ այստեղ h-ը ֆիքսած է, t-ն է փոփոխվում, այսինքն s կտա հետևյալ անհավասարությունը, ուրեմն սա համասեռ բազմանդամ է երկրորդ կարգի, ճիշտ է։ Այստեղ եթե h-ը փոխարինեմ t h-ով, ապա մի հատ t քառակուսի կառաջանա գումարի դիմաց։ Այսինքն այստեղ ստացվում է t քառակուսի d2f x0 հաշված h վեկտորի վրա, գումարած փոքր O t-ի քառակուսից, այս պետք է լինի մեծ կամ հավասար 0-ի։ Բաժանում ենք t քառակուսի վրա և անցնում ենք սահմանը, երբ t-ն ձգտում է 0-ի, այս երկրորդ անդամը անետանում է։ Այսինքն ստացվում է d2f x0 h վեկտորի վրա, գումարած փոքր O t քառակուսին բաժանած t քառակուսու, պետք է լինի մեծ կամ հավասար 0-ից։ Ու սա ճիշտ է ցանկացած t-ի համար, որը 0,1 բաց միջակայքում է փոխվում, անցնում ենք սահմանի, երբ t-ն ձգտում է 0-ի, ստանում ենք, որ d2f x0 հաշված h-ի վրա պետք է լինի մեծ կամ հավասար 0-ից։ Այսինքն ու սա ճիշտ է ցանկացած h-ի համար, որը գտնվում է գնդում։ Բայց ևս մի անգամ օգտագործում ենք այն փաստը, որ սա համասեռ է երկրորդ կարգի, այսինքն եթե h-ի համար է ճիշտ, ցանկացած t h-ի համար էլ ճիշտ կլինի։ Հետևաբար ստանում ենք, որ ցանկացած h-ի համար rm-ից d2f x0 h-ը մեծ կամ հավասար է 0-ից։ Ստեղասել եմ, որ ցանկացած h-ի համար և ոչ թե գնդից։ Այսինքն ստացանք, որ եթե ես ունեմ լոկալ էքստրեմում, լոկալ մինիմում, ապա երկրորդ դիֆերենցիալը պետք է ընդունի միայն դրական արժեքներ։ Հիմա մաքսիմումի համար կարող եմ անել հետևյալը, f-ը փոխարինեմ մինուս f-ով, այդ դեպքում լոկալ մաքսիմումը կդառնա լոկալ մինիմում, երկրորդ դիֆերենցիալը կփոխի նշանը, ու հետևաբար կստանամ միայն բացասական արժեքներ, եթե ես ունեմ լոկալ մաքսիմում։ Լավ, սրանով i-ի ապացույցն ավարտվում է, արդյոք կան հարցեր։ Այո, բայց ոնց է ստացվում, որ h-ը կամայական է։ Չպետք է ստացվեր, որ կամայական է ինչ որ հենց այդ գնդի մեջից, որ Ուրեմն ստացվեց տեղ առաջի քայլում ստացվեց, որ ինքը կամայական է գնդի միջից։ Բայց եկեք մի հատ նորից գրենք երկրորդ դիֆերենցիալի տեսքը։ d2f
x0 հաշված հաշի վրա, S հավասար է գումար, EG հավասար է 1-ից n, D2F, DX-ի, DXG հաշված x0 կետում և հաշի անգամ հաշի։ Ուրեմն սա գիտեմ, որ մեծ կամ հավասար է 0-ից։ Սա ճիշտ է, երբ հաշի նորմա փոքր է r-ից։ Բայց ամբողջ հարցերն է, որ սա երկրորդ կարգի համասեռ անդամ է, այսինքն եթե այս հաշը բազմապատկվում է ինչ-որ t-ով, այս ամբողջ արտահայտությունը բազմապատկվում է t քառակուսով։ Այսինքն ուրիշ կերպ ասած հիմա ես վերցնում եմ ցանկացած հաշ։ Վերցնում եմ ցանկացած հաշ, որը պատկանում է rm-ին։ Ու տարբեր է 0-ից հակառակ դեպքում ապացուցելու բան չկա, ստացվում է 0։ Եվ վերցնում եմ հետևյալ h1 վեկտորը կամ h գծիկով վեկտորը, ինքը հավասար է, ես h-ը բաժանում եմ իր նորմի վրա և բազմապատկում եմ r-ով, որտեղ r-ը նույնն է, ինչ որ ASR-ն էր։ Ապա S արդեն կգտնվի B0R գնդի մեջ, հետևաբար երկրորդ դիֆերենցիալը H գծիկովի վրա կլինի ոչ բացասական։ Բայց երկրորդ դիֆերենցիալը ինքը համասեռ ֆունկցիա է։ Այսինքն, եթե ես տեղադրում սրա մեջ H գծիկով, ստացվում է D2F x0 R բաժանած H, այս թիվ է, բազմապատկած H-ով, ես այս թիվը կարող եմ գրել դիֆերենցիալի դիմաց, պարզապես պետք է իրան բազմապատկեմ R քառակուսով։ Ուրեմն կլինի հավասար, R քառակուսով չէ, պետք է իրան բարձրացնեմ քառակուսի։ R քառակուսի H քառակուսի և D2F x0 հաշված H-ի վրա։ Մի հատ նորից, ես վերցրեցի ցանկացած H վեկտոր։ Ինքը ընդհանրապես ասած այս գնդից դուրս է, բայց եթե ես իրան բազմապատկեմ AS թվով, սրա նորմը հավասար է 1-ի, բազմապատկում r-ով, նորմը դառնում է հավասար r-ի։ Այսինքն այս H գծիկով վեկտորը գտնվում է B0R-ում, հետևաբար այդ H գծիկովի վրա իմ երկրորդ դիֆերենցիալը մեծ կամ հավասար է 0-ից։ Հիմա տեղադրենք H գծիկովի փոխարեն իր արժեքը, սա է իր արժեքը, օգտագործում եմ այն, որ երկրորդ դիֆերենցիալը այդ երկրորդ կարգի համասեռ բազմանդամ է, այսինքն բոլոր անդամները ունեն երկրորդ կարգ։ Հետևաբար այս թիվը կարող եմ հանել դիֆերենցիալից դուրս, ստացվում է r քառակուսի բաժանած h քառակուսի, ու երկրորդ դիֆերենցիալը հաշված հաշի վրա, բայց մյուս կողմից ես մեծ կամ հավասար է 0-ի, այսինքն ես կարող եմ գրել, որ սա մեծ կամ հավասար է 0-ից։ S դրական թիվ էր, դրանից եզրակացնում եմ, որ սա պետք է լինի նույնպես դրական, այսինքն դրական նկատում եմ մեծ կամ հավասար 0-ի։ Պարտեր ես պաստարկը համասեռության վրա հիմնված։ Այո, ես ուղղակի փորձում եմ հասկանալ ոնց կար այդ դեպքում ֆունկցիան համ մի հատ լոկալ մինիմում ունենա, համ ուրիշ տեղ լոկալ մաքսիմում, բայց դա արդեն տարբեր են դիֆերենցիալները, դրա համար նորմալ է, հա։ Այո, դիֆերենցիալները տարբեր են։ Շնորհակալություն։ Տարբեր կետերում են։ Շատ լավ, ուրեմն այս A կետներ, աներ, այո, աներ, ուրեմն երկրորդ կետը ասում է, որ նախ մի հատ վերադառնանք այդ մեր օրինակներից, լավ, հետո կվերադառնանք օրինակներին։ Ուրեմն երկրորդ դիֆերենցիալի ոչ բացասական կամ ոչ դրական լինելը ոչինչ չի երաշխավորում, հեսա մի րոպեից կտեսնենք, մի րոպե չէ, ապացույց հետո կտեսնենք, բայց եթե իրանք խիստ դրական են, ապա կարող ենք ինչ-որ բաներ եզրակացնել, այդ B կետներ, ինքը ասում է, որ եթե երկրորդ դիֆերենցիալը խիստ դրական է, ապա ունենք լոկալ մինիմում, խիստ լոկալ մինիմում։ Դե եկեք գրենք, ուրեմն f(x0) գումարած h-ը հավասար է f(x0), առաջի դիֆերենցիալը 0 է, այսինքն առաջի կարգի անդամներ չկան, գումարած 1 երկրորդ D2F x0 հաշված հաշի վրա
եւ գումարած փոքր O h-ի նորմի քառակուսուց։ Հիմա եթե այստեղ h-ը փոխարինեմ t անգամ h-ով, ապա ինչ կարող եմ ստանալ, ստանում եմ հետևյալը, որ f x0 գումարած t անգամ h-ը հավասար է fx0 գումարած s արդեն մենք գիտենք ինչ է դառնում, սա դառնում է t քառակուսի, եկեք t քառակուսին հանեմ ընդհանուր, 1/2 d2 f x0 հաշված h վեկտորի վրա եւ գումարած ստեղ էլ մենք գիտենք ինչ է դառնում, սա դառնում է փոքր o t-ից, բայց եթե t քառակուսին հանում եմ ընդհանուր, ստացվում է փոքր o 1-ից։ Այսինքն f x0 գումարած t h-ը հավասար է f x0 գումարած ինչ որ մի թիվ անգամ t քառակուսի։ Բայց այս թվի մասին ես ինչ կարող եմ ասել։ Ուրեմն եթե այս փոքր o 1-ը կախված է t-ից։ Միշտ է այս փոքր o 1-ը կախված է t-ից։ Եկեք այստեղ t ինդեքսը դնեմ, որ բարձ դառնա, որ ինքը t-ից է կախված։ Առաջի անդամը ոչինչից կախված չի։ Այսինքն, բայց այս անդամը ես գիտեմ, որ ինքը, եթե h-ը 0 չի, իսկ ես վերցնում եմ h-ը որ 0, եկեք վերցնենք h-ը ցանկացած վեկտոր 0-ից տարբեր, ես գիտեմ, որ ըստ իմ թեորեմի ենթադրության երկրորդ դիֆերենցիալը ցանկացած 0-ից տարբեր վեկտորի վրա խիստ դրական թիվ է։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ ունեմ խիստ դրական թիվ գումարած փոքր o 1-ից։ Հետևաբար, եթե ես վերցնեմ t-ն բավականաչափ փոքր, եթե t-ն փոքր է ինչ որ մի t0-ից, ապա ես կարող եմ ասել, որ f x0 գումարած th հանած f(x0) հավասար է t քառակուսի, ուրեմն s դրական թիվեր, սա էլ ձգտում է 0-ի։ Հետևաբար փոքր t-երի համար s կլինի ինչ որ դրական թիվ։ Անգամ a, որը կախված է h-ից, բայց ես այն մասին գիտեմ, որ սա մեծ է 0-ից։ Հետևաբար սա կլինի խիստ մեծ 0-ից։ Այսինքն ես ցույց տվեցի, որ եթե ես ֆիքսում եմ ուղղությունը, այս մեր x տիրույթներ, x0 կետներ, ես վերցրեցի ինչ որ ուղղություն ֆիքսեցի, h ուղղությունը, եւ նայեցի իմ ֆունկցիան միայն այս ուղի վրա։ Ուրեմն այս փաստարկը ցույց տվեց, որ մի փոքր շրջակայքում, երբ t-ն բավականաչափ փոքր է, ես ունեմ խիստ մինիմում t-ն հավասար է 0 կետում։ Այսինքն ցանկացած ուղի վրա ինչ որ մի փոքր շրջակայքում ֆունկցիայի արժեքները ավելի մեծ են, քան թե արժեքը x0 կետում։ Բայց այս փոքր շրջակայքը կախված է h-ի ուղղությունից։ Որտեղ ստեղ, որ մենք ասացինք t-ն փոքր է հավասար t0-ից, սրա մասին էր խոսքը, որ ինքը պետք է լինի բավականաչափ փոքր ու ինքը պետք է լինի ավելի փոքր, քան թե սա։ Հետևաբար ստեղ մենք անհավասարությունը ապացուցել ենք h-ից կախված, այսինքն ուղղությունից կախված ես ունեմ խիստ լոկալ մինիմում։ Բայց ես այս չէի ուզում, ես ասում էի, որ իրականում ես կարող եմ վերցնել ինչ որ մի գունդ, որտեղ արժեքը կլինի ամենափոքրը։ Այս իմ փաստարկը չի տալիս այդ գունդը, այս իմ փաստարկը տալիս է ամեն ուղղությամբ մինիմումի գոյությունը։ Ուրեմն որպեսզի ստանանք հավասարաչափ այդ բանը, պետք է օգտագործենք կոմպակտությունը։ Ուրեմն S-ով նշանակենք միավոր սֆերան, S-ը, մի հարց, արդյոք բոլորին պարզ էր, որ S n տրամաբանությունը կոպիտ ասած, որ մենք օգտագործեցինք անհրաժեշտ պայմանը ստանալու համար, որ ածանցալները 0-ին, այսինքն սահմանափակեցինք ուղիների վրա, այս դեպքում չի աշխատում, որովհետև չենք կարողանում ապահովել այս փաստարկով, որ այս գունդը հավասարաչափ է բոլոր ուղղություններով։ Ամեն ուղղության համար իր փոքր շրջակայք գտանք, բայց հավասարաչափություն չունենք։
Հավասարաչափություն ստանալ համար պետք է օգտագործենք կոմպակտությունը։ Վերցնենք այսով նշանակենք միավոր սֆերան, x-ը պատկանում է RM-ին և x-ի նորմը հավասար է 1-ի։ Մեզ փակ սահմանափակ բազմություն է, հետևաբար սա կոմպակտ է RM-ում։ Այս նայում եմ երկրորդ դիֆերենցիալը x0 և հաշվում եմ հաշի վրա, որտեղ h-ը պատկանում է s-ին։ Ես գիտեմ, որ երկրորդ դիֆերենցիալը ամենուրեք դրական թիվ է։ Բացի դրանից, երկրորդ դիֆերենցիալը անընդհատ ֆունկցիա է, քանի որ ինքը բազմանդամ է։ Ուրեմն d2 f x0h, այսինքն այն ֆունկցիան, որը h-ին համապատասխանության մեջ է դնում երկրորդ դիֆերենցիալը h վեկտորի վրա հաշված, ուրեմն անընդհատ խիստ դրական, այսինքն կարող եմ խիստը չասեմ, քանի որ դրական հայերեն նշանակում է, որ 0-ից մեծ, բայց շեշտելու համար, որ իրոք 0 չի կարող դառնալ, խիստ դրական ֆունկցիա է s-ի վրա։ Քանի որ s-ը կոմպակտ է, հետևաբար ինքը ընդունում է իր ամենամեծ և ամենափոքր արժեքները։ Այստեղից եզրակացնում եմ, որ գոյություն ունի c դրական թիվ, այնպիսի, որ ցանկացած h-ի համար s-ից միավոր սֆերայից d2f x0 h-ը մեծ կամ հավասար է c-ից։ Այսինքն միավոր սֆերայի վրա երկրորդ դիֆերենցիալը սահմանափակ է ներքևից։ Հիմա արդեն այս վերևի փաստարկում այս արտահայտությունը ես կարող եմ գնահատել հավասարաչափ ձևով բոլոր տերերի համար։ Այսինքն ինչ եմ անում, մի հատ նորից գրենք այդ բանը, ուրեմն ես ունեմ, որ f x0 գումարած կամ եկեք ուրիշ ձևով անենք, այսինքն այդ նույն բանն ենք անում իրականում, բայց նորից համասեռությունը օգտագործենք, այսինքն սրանից ստանանք մի ուրիշ գնահատական, ես պնդում եմ, որ ստեղից անմիջապես հետևում է, որ ցանկացած h-ի համար RM-ից d2f x0 h-ը մեծ կամ հավասար է c անգամ h-ի նորմ քառակուսուց։ Ոնց ենք անում, էլի օգտագործում եմ համասեռությունը, ես կարող եմ գրել, եթե ունեմ h վեկտոր, որը 0 չի, ես կարող եմ անել հետևյալը, d2f x0 h-ը հավասար է d2f x0 և ստեղ ավելացնում եմ h-ի նորմ անգամ h-ը բաժանած h-ի նորմ։ Օգտագործելով համասառությունը, ես h-ի նորմը ես կարող եմ բերել դիֆերենցիալից առաջ, ստացվում է h քառակուսի, h նորմի քառակուսի, d2f x0 հաշված h-ը բաժանած h-ի վրա։ Բայց սա արդեն պատկանում է սֆերային, հետևաբար սֆերայի վրա ես ունեմ s անհավասարությունը, այսինքն այս երկրորդ դիֆերենցիալը հաշված s վեկտորի վրա, ինքը մեծ կամ հավասար է c-ից, այսինքն ստանում որ սա մեծ կամ հավասար է c անգամ h-ի նորմ քառակուսուց։ Այսինքն երկրորդ դիֆերենցիալի համար ունեմ ես s անհավասարությունը, հիմա ես կարող եմ գրել, որ f x0 գումարած h-ը հավասար է f x0 գումարած երկրորդ դիֆերենցիալը, երկրորդ դիֆերենցիալը d2f x0 հաշված h-ի վրա և գումարած փոքր o h-ի նորմի քառակուսուց։ Հիմա ես օգտագործում եմ այս անհավասարությունը, ուրեմն f x0 գումարած h-ի համար ես ստանում եմ այս արտահայտությունը, բայց ես գիտեմ, որ այս երկրորդ անդամը ներքևից գնահատվում է սրանով, այսինքն ստեղ կարող եմ գրել, որ սա մեծ կամ հավասար է f x0
Գումարած միանգամից h քառակուսին հանենք ընդհանուր։ H քառակուսի փակցերի մեջ կմնա 1/2, այս c հաստատունը եւ գումարած h մինուս 2 եւ փոքր o h-ի քառակուսուց։ Բայց սա ըստ սահմանման փոքր o-ի ձգտում է 0-ի, երբ h-ի նորմը ձգտում է 0-ի։ Հետևաբար, ինչ է ստացվում։ Ստացվում է, որ սա մեծ կամ հավասար է, ասենք f(x)0 գումարած 1/4 c h քառակուսի, ընդ որում սա ճիշտ է, երբ h-ի նորմը բավականաչափ փոքր է, այսինքն փոքր է ինչ-որ մի դելտայից։ Այսինքն ես ինչ ստացա, որ f(x)0 գումարած h-ը մեծ կամ հավասար է f(x)0 գումարած 1/4 գումարած այս դրական թիվը։ Հետևաբար x0-ն խիստ լոկալ մինիմում է։ Այս ամեն ինչից միանգամից ստանում ենք, որ x0-ն լոկալ խիստ մինիմում է։ Ուրեմն սրանով ավարտվում է B կետի ապացույցը։ Երրորդ հարց կարելի է տալ։ Այո, իհարկե։ Ոնց ենք ապացուցում, որ այդ սֆերայում երկրորդ դիֆերենցիալը այդ c-ից մեծ է։ Ուրեմն, մենք գիտենք, որ երկու բաց գիտենք։ Առաջինը, որ S-ը կոմպակտ է։ Եվ երկրորդը, մենք գիտենք, որ ցանկացած h-ի համար S-ից d2f x0-ն երկրորդ դիֆերենցիալը հաշված h-ի վրա խիստ մեծ է 0-ից, եւ երրորդը գիտենք, որ այս դիֆերենցիալը բազմանդամ է այս h-ի, այսինքն մասնավորապես ֆունկցիան, որը h-ի համապատասխանության մեջ է դնում երկրորդ դիֆերենցիալը x0 կետում հաշված h-ի վրա, անընդհատ է ըստ h-ի։ Այսինքն ունեմ անընդհատ ֆունկցիա, խիստ դրական, որը դրական է, որը դիտարկում եմ կոմպակտ բազմության վրա։ Հետևաբար ստանում եմ ֆունկցիա, որը սահմանափակ է ներքևից։ Այսինքն ոչ թե սահմանափակ է ներքևից, ինքը ավելի մեծ է, քան իր մինիմումը կոմպակտի վրա։ Ես գիտեմ, որ անընդհատ ֆունկցիաները ընդունում են իրենց ամենամեծ եւ ամենափոքր արժեքները կոմպակտ բազմությունների վրա։ Եթե ունեմ ֆունկցիա կոմպակտ բազմության վրա անընդհատ, ապա գոյություն ունի կետ, որտեղ ֆունկցիայի արժեքը մինիմալն է, եւ գոյություն ունի կետ, որտեղ ֆունկցիայի արժեքը մաքսիմալն է։ Այս դեպքում օգտագործում եմ, որ մինիմումն է հասանելի, այսինքն ստեղից հետևում է, որ գոյություն ունի h0, որը պատկանում է սֆերային, նենց որ ցանկացած ուրիշ կետի համար d2f x0 h-ը ավելի մեծ է, քան d2f x0 h0-ն, բայց ցանկացած կետում դրական էր, եթե սրա նշանակեմ c-ով, ապա կարող եմ ասել, որ c-ն դրական է, եւ ինչ եմ ստանում, որ ցանկացած h-ի համար սֆերայի վրա երկրորդ դիֆերենցիալը մեծ կամ հավասար է c-ից։ Հասկանալի է, շնորհակալություն։ Շատ լավ, ուրիշ հարցեր։ Եթե հարցեր չկան, ուրեմն անցնենք երրորդ կետին։ Երրորդ կետը իրականում հետևանք է առաջի երկուսից։ Ուրեմն ես ինչ ունեմ։ Ես ունենք հետևյալ պայմանը, որ d2f-ը ուրեմն գոյություն ունի վեկտոր h1, որտեղ ինքը դրական է, եւ գոյություն ունի մի ուրիշ վեկտոր, որտեղ ինքը բացական է, այսինքն ինքը հետևանք է առաջի կետից, ոչ թե երկրորդը կապ չունի։ Այս ինչ է նշանակում, որ x0-ն չի կարող լինել մինիմում, քանի որ եթե լիներ չի կարող լինել մաքսիմում, քանի որ եթե լիներ մաքսիմում, այս պետք է լիներ փոքր կամ հավասար 0-ից, եւ չի կարող լինել մինիմում, քանի որ եթե լիներ մինիմում, այս պետք է լիներ մեծ կամ հավասար 0-ից։ Ուրեմն առաջինից հետևում է,
որ x0-ն լոկալ մաքսիմում չի, քանի որ եթե լիներ լոկալ մաքսիմում, պետք էր որ երկրորդ դիֆերենցիալը լիներ ոչ դրական, իսկ սրանից հետևում է, որ x0-ն լոկալ մինիմում չի։ Քանի որ եթե լիներ լոկալ մինիմում, դիֆերենցիալը պետք է լիներ մեծ կամ հավասար 0-ից, ոնց որ մենք ցույց տվեցինք առաջի կետում, A կետում։ Դա նշանակում է x0-ն էքստրեմում չի։ Վերջ սրանով ապացույցն ավարտվում է։ Ուրեմն եւս մի սահմանում ուրեմն կասենք, որ x0-ն f-ի կրիտիկական կետ է, եթե f-ի բոլոր մասնակցած անցյալները 0 են, այսինքն գրադիենտ f-ը x0 կետում հավասար է 0-ի։ Այսինքն եթե ես ունեմ լոկալ էքստրեմում, ապա ինքը պարտավոր է լինել կրիտիկական կետ, որովհետև բոլոր անցյալները պետք է լինեն 0։ Հակառակը բնականաբար ճիշտ չի, ինչպես մենք տեսանք։ Օրինակ, եկեք նայենք հետևյալ երկու օրինակները։ F plus x-ը հավասար է x1-ի 4 աստիճան եւ f minus x-ը հավասար է minus x1-ի 4 աստիճան։ Ուրեմն ինչ կարող ենք ասել։ Նախ x հավասար է 0 կետը կրիտիկական է 2-ի համար։ Գրադիենտ f plus-ը 0 կետում հավասար է գրադիենտ f minus 0 կետում եւ հավասար է 0-ի, այսինքն 0 ես նկատի ունեմ 0 վեկտորը, հետեւաբար x հավասար է 0-ն կրիտիկական է f-ի համար, f 2-ի համար, f plus minus-ի համար։ Հաշվենք երկրորդ դիֆերենցիալը, դժվար չի հաշվել երկրորդ դիֆերենցիալը, ուրեմն d2f-ը f plus-ը 0 կետում հաշված h վեկտորի վրա, միայն ըստ x1-ի ածանցյալները 0 չեն, երկրորդ կարգի, ինչ է ստացվում, կարող են 0 չեն, մնացած բոլորը 0 են, բայց իրականում ստացվում է 0 ցանկացած h-ի համար։ Որովհետև եթե հաշվեմ երկրորդ ածանցյալները, եթե x2 կամ ուրիշ կա 0 է, եթե x1 կա, ստացվում է 4 անգամ 3 անգամ x1 քառակուսի, բայց 0 կետում դառնում է 0։ Այսինքն երկրորդ դիֆերենցիալը 0 է համ f plus-ի համար, համ f minus-ի համար։ Հետևաբար համ մաքսիմումի անհրաժեշտ պայմաններ է բավարարված, համ մինիմումի անհրաժեշտ պայմաններ բավարարված, բայց առաջին ֆունկցիան ունի մաքսիմում, մինիմում, երկրորդ ֆունկցիան ունի մինիմում։ Ներողություն, երկրորդ ֆունկցիան ունի մաքսիմում 0 կետում։ Եվ եթե ես մի հատ երրորդն էլ նայեմ, f(x)-ը հավասար է x1-ի խորանարդ, ապա սրա համար էլ 0 կետը կլինի կրիտիկական եւ երկրորդ դիֆերենցիալը 0 կետում հավասար է 0-ի ցանկացած h-ի համար։ Այսինքն եթե երկրորդ դիֆերենցիալի նշանի մասին ոչ մի բան չենք կարող ասել, այսինքն խիստ դրական կամ խիստ բացասական չի, ապա ամեն ինչ հնարավոր է։ Այսինքն համ կարող է լինել մաքսիմում, համ կարող է լինել մինիմում, կամ էլ ոչ են։ Արդյոք ինչ-որ հարցեր կան սրա վերաբերյալ։
Իսկ լավ։ եթե մասնակի Ահա։ ածանցալներից որոշները գոյություն չունեն, այդ դեպքի համար Այդ ինչ որ բան դեպքում չենք արդեն ասում։ ամեն ինչ հնարավոր է։ Չէ, Բայց որտեվ միաչափ դեպքում, եթե ածանցյալը գոյություն չունի, էլի քրիտիկական կետ ենք անվանում, բայց այս դեպքում դե այդ ընդամենը պայմանավորվածության հարց է, կարող են կեսել քրիտիկական կետ անվանել, եթե ածանցալը գոյություն չունի։ Բայց որոշ դեպքերում այդ ընդամենը բանի հարց է, տերմինոլոգիայի հարց է։ Ասենք կարևոր է թե ինչ եզրակացություն կարող ենք անել։ Եթե ածանցալը գոյություն չունի, ապա այս հայտանիշները չեն կարող օգտագործել։ Չգիտեմ, արդյոք պատասխանեցի հարցին, դե հա, կամ կարող եք ծերունի հակալից։ շեշտարցնել։ Շատ լավ, հիմա մի հարց է առաջանում, բայց լավ, ոնց հասկանանք, որ երկրորդ դիֆերենցիալը միշտ դրական է կամ միշտ բացասական է։ Ուրեմն այդ ուսումնասիրվում է գծային հանրահաշվի դասընթացում, բայց եթե ճիշտ եմ հասկանում, նման դասընթաց դեռ չեք ունեցել, հենց որ շատ կարճ եկեք այդ հարցը քննարկենք։ Այսինքն եկեք ուսումնասիրենք մի փոքր քառակուսային ձև։ Իհարկե չի փոխարինում գծային հանրահաշվի դասընթացը, բայց գոնե ինչ որ տեղեկություններ է տալիս ու հնարավորություն է տալիս կոնկրետ օրինակներով ինչ որ բաներ հաշվել։ Ուրեմն քառակուսային ձևեր։ Ուրեմն քառակուսային ձև կանվանենք հետևյալ տեսքի ֆունկցիան։ Ինքը կախված է երկու փոփոխականից։ Այսինքն գործում է rm անգամ rm-ից r վրա եւ գծային է ըստ յուրաքանչյուր փոփոխականի։ Այսինքն, եթե այստեղ գրեմ q-ն կախված j եւ h վեկտորներից, այսինքն այս երկուսը պետք է լինեն տարեր rm-ում, որովհետեւ ինքը լինի գծային յուրաքանչյուր փոփոխականի նկատմամբ, ինքը պետք է ունենա հետևյալ տեսք՝ գումար i-ին հավասար է 1-ից m, ինչ որ գործակիցներ j i h j։ Ես պնդում եմ, որ եթե ես ունեմ ֆունկցիա, որը կախված է երկու փոփոխականից, որոնցից յուրաքանչյուրը փոխվում է rm-ում, եւ յուրաքանչյուրի նկատմամբ այս ֆունկցիան գծային է, այսինքն եթե ես ֆիքսում եմ երկրորդը գծային է առաջինի նկատմամբ, եթե ես ֆիքսում եմ առաջինը գծային է երկրորդի նկատմամբ, ապա ինքը պարտավոր է ունենալ այս տեսքը։ Որտեղից է դա հետևում։ Շատ պարզ է, եթե ես յուրաքանչյուր, ուրեմն ես հիշեցեմ, որ rm-ում մենք ունենք ստանդարտ հենքը, եժի հենքը, որը բոլոր տեղերը 0 է, բացի j-երորդ կոորդինատից։ Եթե ես վերլուծեմ j-ն եւ h-ը այս հենքում, այսինքն ստացվի գումար j-ի j-ի ին հավասար է 1-ից m եւ գումար j-ին հավասար է 1-ից m h-j j-ի։ Հիմա ես օգտագործում եմ գծայինությունը ըստ առաջին կոորդինատի։ Ուրեմն այս քառակուսային ձև նշանակում է ունենալու ֆունկցիա, որը գծային է ըստ յուրաքանչյուր փոփոխականի, ես օգտագործում եմ ըստ առաջինի գծայինությունը, այս հավասար է գումար ին հավասար է 1-ից m j-ի եւ պետք է q-ն հաշվեմ j-ի գումար h-j j-ի ֆունկցիայի վեկտորների վրա։ J-ն հավասար է 1-ից m։ Հիմա օգտագործում եմ գծայինությունը երկրորդ փոփոխականի, ստացվում է գումար ին հավասար է 1-ից m j-ի գումար j-ն հավասար է 1-ից m h-j-ն էլ է դուրս գալիս, մնում է q j-ի j-ի։ Եթե սրա անուն դնեմ a i-j, ապա ինչ կստացվի։ Կստացվի կրկնակի գումար ըստ i եւ j-ի, a i-j j-ի h-j։
Ուրեմն ցույց տվեցինք, որ ցանկացած քառակուսային ձև պարտավոր է ունենալ այս տեսքը։ Հիմա կասենք, որ Q սիմետրիկ է, սահմանում, կասենք, որ Q-ն սիմետրիկ է, եթե, ինչ է նշանակում սիմետրիկ, նշանակում եթե փոփոխականների տեղերը փոխենք, արժեքը չի փոխվում։ Ուրեմն եթե ցանկացած GH վեկտորների համար QGH-ը հավասար է QHG-ի։ Ուրեմն թողնում եմ ձեզ ապացուցելու համար, որ այս նույն բանն է, որ ցանկացած EG-ի համար, ցանկացած ինդեքսների համար, AEG-ին հավասար է AG-ի։ Այսինքն քառակուսային ձևը, որը տրված է այս բանաձևով, կլինի սիմետրիկ, այսինքն G եւ H-ը տեղերով փոխելիս բան չի փոխվի, եթե այս AEG-ները սիմետրիկ են ըստ EG-ի, այսինքն AEG-ն հավասար է AG-ի։ Հիմա օրինակ, մեր հիմնական օրինակը քառակուսային ձևի այդ դիֆերենցիալն էր։ Օրինակ, եթե ես ունեմ երկու անգամ անընդհատացանցելի ֆունկցիա, վերցնում եմ ինչ-որ x0 կետ x-ում ու նայում եմ երկրորդ դիֆերենցիալը։ Երկրորդ դիֆերենցիալը իրականում ոչ թե ստա մի քիչ հաջող չի իհարկե իմ ասածը, սա ոչ թե քառակուսային ձև է, այլ երկգծային ձև, այսինքն երկու փոփոխականից է կախված։ Քառակուսային ձև ենք ստանում, եթե երկու տեղներ վերցնում ենք նույն վեկտորը։ Այսինքն դիֆերենցիալը հավասար է հետևյալ քառակուսային ձևի արժեքին, որոնք վերցնում եմ նույն վեկտորի վրա։ QH կան հավասար է գումար EG 1-ից M D2F DXI DXG հաշված x0 կետում HI KG չգիտեմ չի KG գրեցի, GH պետք է գրեի, Q-ն հաշված GH-ի վրա, ուրեմն ստեղ ստացվում է GI HG։ Ուրեմն եթե ես վերցնեմ այս քառակուսային ձևը, ես գիտեմ, որ ցանկացած այս տեսակ ֆունկցիա գծային է ըստ յուրաքանչյուր փոփոխականի։ Վերցրեցի ես քառակուսային ձև, որտեղ AIG-ները հավասար են երկրորդ կարգի մասնակի հացանցալներին բոլոր։ Հիմա եթե ես վերցնեմ G-ի փոխարեն H-ի, կստանամ հենց դիֆերենցիալը։ Այսինքն, ու քանի որ երկրորդ մասնակի հացանցալները սիմետրիկ են EG նկատմամբ, կապ չունի սկզբից I-ով ըստ I վերցնեմ G, ես ստանում եմ սիմետրիկ քառակուսային ձև։ Այսինքն այն ինչ որ տեղ ուսումնասիրում ենք, ուղիղ կապված է մեր դիֆերենցիալների հետ, երկրորդ կարգի դիֆերենցիալների հետ։ Հիշեցնեմ, որ մեզ հետաքրքրում է հետևյալ հարցը, ոնց իմանանք, որ մեր դիֆերենցիալը ընդունում է միայն դրական կամ միայն խիստ դրական արժեքներ, կամ բացասական կամ խիստ բացասական արժեքներ։ Ուրեմն եկեք ներմուծենք մի սահմանում ուրեմն ունենք Q քառակուսային ձևը, ընդ որում այս պայից սկսած ես դիտարկելու եմ QH-ը, որը հավասար է QH-ի։ Այսինքն ինձ հետաքրքրում է Q-ն որպես մեկ փոփոխականի ֆունկցիա, երկու տեղում էլ դնում եմ H ֆունկցիան։ Ուրեմն կասենք, որ Q-ն դրական է, եթե ցանկացած H-ի համար RM-ից QH-ը մեծ կամ հավասար է 0-ից։
Եվ կասենք, որ Q-ն դրական որոշված է, եթե ցանկացած հաշի համար RM-ից, որը տարբեր է 0-ից, Q հաշը խիստ մեծ է 0-ից։ Այսինքն առաջի դեպքում որոշ վեկտորների վրա ես կարող եմ ունենալ 0, երկրորդ դեպքում բոլոր վեկտորների վրա բացի 0-ից իմ ֆունկցիան պետք է լինի խիստ դրական։ Հիմա այս երկրորդ դեպքում, այսինքն այդ հիմա կարևոր չի, երկրորդ դեպքում ես ապացուցել եմ, որ եթե այսինքն եթե Q-ն խիստ դրական որոշված է, ապա ոչ միայն սա կունենամ, ուրեմն եթե Q-ն դրական որոշված է, եկեք նշանակում ներմուծենք, ուրեմն առաջի դեպքում ես կգրեմ, որ Q-ն մեծ կամ հավասար է 0-ից, երկրորդ դեպքում ես գրեմ Q-ն խիստ մեծ է 0-ից։ Այս ուղղակի սահմանում է, ուրեմն եթե Q-ն խիստ մեծ է 0-ից, ապա մի քիչ առաջ ապացուցեցինք մասնավոր դեպքում, որ գոյություն ունի C դրական թիվ, այնպես որ ցանկացած հաշի համար RM-ից Q հաշը մեծ կամ հավասար է C անգամ հաշի նորմի քառակուսին։ Այս իհարկե կարևոր չի ես ասում, ուղղակի որպեսզի կապը տեսնենք նախորդի հետ։ Հիմա հարց է ծագում, ոնց հասկանանք, որ մեր Q քառակուսային ձևը դրական է կամ դրական որոշված։ Ուրեմն մենք RM-ում ֆիքսել ենք մեր հենքը J-ին։ Ուրեմն ցանկացած քառակուսային ձևի մենք կարող ենք համապատասխանության մեջ դնել գծային արտապատկերում։ Ուրեմն եթե ունենք Q քառակուսային ձևը, այսինքն Q-ն հավասար է Q-ն հաշված JH վեկտորների վրա հավասար է գումար AIJ JI HJ, ես սրան կարող եմ համապատասխանության մեջ դնել A գծային արտապատկերումը։ Գծային արտապատկերում։ Ոնց է սահմանում այս գծային արտապատկերումը։ Պարզապես ասում եմ, որ A-ն հաշված H վեկտորի վրա, եւ որպեսզի ասեմ սրա i-երորդ կոորդինատը, ես պետք է անեմ հետեւյալը. գումար J-ին հավասար է 1-ից m AIJ HJ։ Ուրեմն, եթե ես ֆիքսել եմ հենքը, ապա կարող եմ փոխմիարժեք համապատասխանություն սահմանել սիմետրիկ քառակուսային ձևերի եւ որոշ դասի գծային արտապատկերումների միջև։ Որոնք են այդ գծային արտապատկերումները։ Մի փոքր լեմ։ Ուրեմն Q սիմետրիկ է։ Այն եւ միայն այն դեպքում ցանկացած JH վեկտորների համար RM-ից AJH-ը հավասար է JAH-ի։ Իրականում այս լեմը համարյա տրիվիալ բան է, այսինքն համարյա ոչի բան չի ասված այդտեղ։ Ինչի, որովհետեւ եկեք արագ ապացուցենք։ Ապացույց։ Եթե ես գրում եմ QJH-ը, այս նույնն է, որ գումար AIJ JI HJ, բայց այս նույն գումարը ես կարող եմ գրել գումար
in հավասար է 1-ից m j-ի գումար j-ին հավասար է 1-ից m a-ij hg բայց ես ինչ է այս ah վեկտորի ի երրորդ կոորդինատն է իսկ երբ կոորդինատները բազմապատկվում են իրար, այդ ստանում են սկալար արտադրյալ, այսինքն այստեղ գրված է AH սկալար արտադրյալ J-ի հետ։ Այդ նույն պատճառով, եթե ես գրեմ QH J-ն, ապա կստացվի H AJ։ Այստեղ օգտագործեցի, որ սկալար արտադրյալ սիմետրիկ է, այսինքն պարտավոր չեմ առաջի կետում գրել J-ն։ H AJ-ն կամ AJH-ը նույն բանն է։ Հիմա եթե Q սիմետրիկ է, ապա կստանանք, որ ցանկացած JH-ի համար RM-ից AH J-ն հավասար է H AJ։ Դրանով ապացույցն ավարտվում։ Այսինքն եկեք մի հատ բերենք, թե ինչ արեցինք։ Մենք ուսումնասիրում էինք քառակուսային ձևեր, այսինքն ֆունկցիաներ, որոնք որոշված են RM անգամ RM ուղիղ արտադրյալի վրա, եւ որոնք գծային էին յուրաքանչյուր փոփոխականի նկատմամբ։ Ուրեմն մենք հասկացանք, որ քառակուսային ձևերը ունեն կարելի է գրել այս տեսքով։ Երբ ֆիքսում եմ իմ ստանդարտ n-ը RM-ում, ես կարող եմ քառակուսային ձևերը ներկայացնել այս տեսքով։ Ուրեմն քառակուսային ձևը սիմետրիկ է, եթե տեղի ունի այս հավասարությունը, ու այդ էլ նույն բանն է, որ այս գործակիցները, որոնք մասնակցում են քառակուսային ձևի կոորդինատական ներկայացմանը, սիմետրիկ են։ Ասենք օրինակ մեր համար դիֆերենցիալ է, որովհետև դիֆերենցիալը այդ այս քառակուսային ձևն է հաշված անկյունագծի վրա, երբ j-ն հավասար է h-ի։ Ուրեմն քառակուսային ձևը դրական է, եթե անվանում ենք դրական, եթե ինքը ընդունում է միայն ոչ բացասական արժեքներ, եւ դրական որոշված, եթե ինքը ընդունում է միայն դրական խիստ դրական արժեքներ բացի 0-ից։ Հիմա ուզում ենք հասկանալ, թե ոնց բնութագրենք այն քառակուսային ձևերը, որոնք դրական որոշված են կամ պարզապես դրական են։ Ուրեմն ցանկացած քառակուսային ձևին մենք համապատասխանության մեջ դրեցին գծային արտապատկերում։ Ուրեմն այս գծային արտապատկերում բնականաբար կախված է ընտրված հենքից։ Հենքը փոխենք, այս համապատասխանությունը կփոխվի։ Բայց մեզ համար մենք ֆիքսում ենք մեր հենքը, որը ստանդարտ հենքն է RM-ում։ Այդ դեպքում, եթե ունեմ քառակուսային ձև, ապա ունեմ այս գծային արտապատկերում, ընդ որում եթե Q սիմետրիկ է, ապա A-ն կբավարարվի այս հավասարությանը եւ հակառակը, եթե ունեմ A գծային արտապատկերում, որը բավարարում է սրան, ապա ես կարող եմ օգտագործել օրինակ այս բանաձևը QGH հավասար է HG, որովհետեւ սահմանեմ սիմետրիկ քառակուսային ձև։ Այսինքն հենքը ֆիքսելուց հետո կա փոխմիարժեք համապատասխանություն քառակուսային ձևերի եւ սիմետրիկ գծային արտապատկերումների միջեւ։ Սիմետրիկ ասելով նկատի ունեմ, որ տեղի ունի սա։ Հիմա սիմետրիկ գծային արտապատկերումների համար կա մի թեորեմ, որը ասում է, որ միշտ հնարավոր է ընտրել, եթե m չափանի տարածության մեջ ենք, m հատ գծայինորեն անկախ միմյանց ուղղահայաց սեփական վեկտորներ։ Հիմա մի հարց, արդյոք բոլորը ծանոթ են գծային արտապատկերման սեփական վեկտորի հասկացողությանը։ Ինձ թվում է ոչ։ Ոչ, շատ լավ։ Ուրեմն սահմանում ուրեմն ունենք A գծային արտապատկերում։ Հիշեցնեմ, որ գծային արտապատկերումը արտապատկերումների բազմություն մենք նշանակում ենք L ձեռագիր RM-ով։ Ուրեմն ասենք, որ H վեկտորը
Ինչ էլ ասենք ասենք։ Ուրեմն ֆիքսում եմ հաշվի ավելի շատ մանրավ կանելի։ Ուրեմն ան գծային արտապատկերում է h-ը ոչ զրոյական վեկտոր։ Ուրեմն կասենք, որ h-ը սեփական վեկտոր է i-ի համար, եթե AH-ը հավասար է ինչ-որ մի հատ թիվ լամդա անգամ h։ Լամդան պատկանում է լավ թող լինի ինքը r-ից։ Այսինքն պետք է ան ըստ էության h-ի վրա գործի որպես բազմապատկման օպերատոր, այսինքն բազմապատկում է ինչ-որ լամդա թվով։ Իրականում ճիշտ է ամեն ինչ նայել կոմպլեքս տարածության մեջ, բայց քանի որ կոմպլեքս տարածության հետ գործ չունենք, եկեք նայենք իրական տարածության մեջ։ Մենք ասենք, որ h-ը սեփական վեկտոր է i-ի համար, եթե AH-ը հավասար է լամդա h։ Եկեք մի քիչ ավելի մանրամասնենք, թե ինչ է նշանակում։ Ուրեմն AH-ը հավասար է լամդա h, ես սա կարող եմ գրել հետևյալ ձևով. a հանած լամդա in իրարած h-ի վրա հավասար է 0-ի։ Այսինքն, ես ունեմ, ես իրականում ինչ է, գծային համակարգ է, որտեղ սա m անգամ m չափի մատրից է, կիրառում եմ h վեկտորի վրա ու ստանում եմ 0։ Ուրեմն հուսով եմ բոլորն են անցել հանրահաշվից, որ եթե m գծային հավասարումները m փոփոխականի համար ունեն ոչ զրոյական լուծում, ապա դետերմինանտը պետք է լինի 0։ Որոշիչը պետք է լինի 0։ Այսինքն եկեք գրենք լեմ։ Եթե ես ունեմ B մատրիցը M չափի իրական գործակիցներով եւ ունեմ H-ը, որը 0 չի, եւ գիտեմ, որ BH-ը հավասար է 0-ի։ Եթե սա ճիշտ է, ապա B-ի որոշիչը պետք է հավասար լինի 0-ի։ Արդյոք բոլորն են ծանոթ սրա հետ։ Հանրահաշվի դասընթացում է սովորաբար ուսումնասիրվում սա։ Ծանոթ է սա։ Եթե նույնիսկ ծանոթ չի, ուրեմն փորձեք ապացուցել, իրականում դժվար չի, բայց ինչ-որ փոքր աշխատանք է պահանջում։ Այսինքն, որպեսզի h-ը լինի i-ի սեփական վեկտոր, պետք է որ տեղի ունենա հետևյալ հավասարությունը։ Ուրեմն h-ը i-ի սեփական վեկտոր է, ուրեմն լամդա սեփական արժեքով, այս լամդան կոչվում է համապատասխան սեփական արժեք։ Լամդա սեփական արժեքով այն եւ միայն այն դեպքում, երբ լամդա միավոր արտապատկերում հանած ան հավասար է 0-ի։ Այստեղ չասի ես ուրեմն in միավոր արտապատկերումն է, այսինքն x-ը տանում է x-ի վրա։ Ուրեմն ունեինք a գծային արտապատկերումը, h-ը սեփական վեկտոր է, եթե ան գործում է պարզապես
ինչ որ մի լամդա թվով բազմապատկելու բանաձևով ու այս արդյունքը հանրահաշվից ասում եմ, որ եթե այս հավասարությունը ունի ոչ զրոյական հաշտություն, ապա որոշիչը a հանած լամդայի պետք է հավասար լինի զրոյի։ Շատ լավ, այսինքն սեփական վեկտորները գտնելու համար մենք ինչ պետք է անենք։ Պետք է լուծենք այս հավասարությունը, այսինքն պետք է, եթե նշանակենք PA լամդայով հենց այս որոշիչը, լամդա միավոր հանած A, սա իրականում m-երորդ կարգի բազմանդամ է, պետք է գտնենք սրա բոլոր արմատները ու հետո յուրաքանչյուր արմատի համար գտնենք սեփական վեկտոր։ Իհարկե մի քիչ բարձրացած եմ ասում, իրականում կյանքը ավելի բարդ է, բայց կոնկրետ այս մեր սիմետրիկ գծային արտապատկերումների համար տեղի ունի հետևյալը։ Թեորեմ դիցուկ A գծային արտապատկերումը սիմետրիկ է։ Ապա գոյություն ունեն m հատ իրական թիվ եւ գոյություն ունեն f1 fm ոչ զրոյական վեկտորներ, այնպես որ a fg-ին հավասար է լամդա g fg եւ f-ի fg սկալար արտադրյալը հավասար է դելտա ig-ի, այսինքն հավասար է 1-ի, երբ in հավասար է g-ի եւ 0-ի երբ in հավասար է g-ի եւ 0-ի, երբ in հավասար չի g-ի։ Ուրեմն մի հատ տոնից։ Ես ունեմ A գծային արտապատկերումը, որի վրա մի պայման եմ դնում, գծային արտապատկերում պետք է լինի սիմետրիկ։ Այսինքն գծային արտապատկերում պետք է բավարարի սրան։ Մասնավորապես դիֆերենցիալը դրան բավարարում է, քանի որ դիֆերենցիալը քառակուսային ձև է, ընդ որում սիմետրիկ է, հետեւաբար համապատասխան գծային արտապատկերումները սիմետրիկ։ Ուրեմն ես ունեմ գծային արտապատկերում, որը սիմետրիկ է, թեորեմը ասում է հետևյալը. ես կարող եմ գտնել m հատ իրական թիվ, չեմ ասում, որ իրանք տարբեր են, բայց m հատ են, եւ նույն քանակությամբ վեկտորներ, իրականում այդ քանակությունը նույնն է, ինչ որ տարածության չափողականությունը, հենց որ ճիշտ է հետևյալը, այսինքն այս fg-ները, f1, fm-ը i-ի սեփական վեկտորներն են լամդա 1, լամդա m սեփական արժեքներով։ Ընդ որում, այս վեկտորները կարելի է ընտրել այնպես, որ իրանք լինեն զույգ առ զույգ ուղղայաց եւ միավոր երկարությամբ։ Այս թեորեմը ինքը իրականում բարդ չի, բայց ապացուցելու ուղղակի ժամանակ չունենք, բայց եկեք ընդունենք, որ այս թեորեմը ճիշտ է։ Եկեք տեսնենք, թե այդ դեպքում քառակուսային ձևը ինչ տեսք է ստանում։ Ուրեմն, եթե ես հիմա ընտրեմ, վերցրեմ ցանկացած վեկտոր, h վեկտորը։ Այս h վեկտորը ես կարող եմ վերլուծել ոչ միայն ստանդարտ բազիսում, այլ կարող եմ վերլուծել ստանդարտ հենքում, այլ կարող եմ լուծել այս հենքում, որովհետև սրանք գծայնորեն անկախ վեկտորներ են, հետեւաբար կազմում են հենք RM-ում։ Այսինքն ես h-ը կարող եմ ներկայացնել հետևյալ ձևով՝ գումար ինչ որ գործակիցներ CG եւ FG։ G-ն հավասար է 1-ից m։ Հիմա եկեք հաշվենք Q-ն h վեկտորի վրա։ Ինչ է ստացվում։ Ուրեմն սա նույնն է, ինչ որ Q h h-ը։
Իսկ ես ինչ է նշանակում։ Այս նշանակում է սկալար արտադրյալ AH-ը H-ի հետ։ Ուրեմն մի հատ նորից, որովհետեւ երկիմաստություն չլինի, ես ունեմ Q քառակուսային ձևը, սիմետրիկ քառակուսային ձևը, իրան համապատասխանության մեջ եմ դրել A սիմետրիկ գծային օպերատորը, ասիմետրիկ գծային օպերատորի համար կիրառել եմ այս թեորեմը, որը ասում է, որ գոյություն ունի հենք օրթոնորմալ, որը կազմված է A-ի սեփական վեկտորներից։ Դե գրում ենք, որ QH-ը հավասար է նույնն է, ինչ որ QH-ին, QH-ը սահմանման, սա հավասար է AH-ին, այս A-ի սահմանման, հիմա եկեք գրենք, H-ը վերենք լուծել այս հենքում, կստացվի հետևյալը, A-ն ես պետք է կիրառեմ գումար C-ի F-ի վրա, և հետո վերցնեմ սկալար արտադրյալ գումար C-ի F-ի հետ, ին փոխվում է 1-ից M, G-ին փոխվում է 1-ից M։ Ուրեմն անգծային է սկալար արտադրյալը երկգծային է, այսինքն գծային է յուրաքանչյուր փոփոխականի, հետևաբար այս բոլոր գումարները եւ կոնստանտները կարող եմ հանել դուրս։ Ստացվում է գումար I-ին հավասար է 1-ից M, C-ի C-ի, ինչ կմնա սկալար արտադրյալ A-F-ի F-ի։ Բայց AF-ին հավասար է լամդայի F-ի։ Ստացվի գումար I-ին հավասար է 1-ից M, լամդա I, C-ի C-ի, ստեղել եղավ F-ի F-ի։ Բայց F-ի F-ին ըստ մեր ընտրության հավասար է դելտա I-ի։ Այսինքն բոլոր անտառները դառնում են 0, բացի նրանցից, որտեղ ին հավասար է G-ի։ Ստացվում է գումար G-ին հավասար է 1-ից M, լամդա G, C-ի քառակուսի։ Այսինքն, ինչ տեղի ունեցավ։ Ես ունեի քառակուսային ձև։ Քառակուսային ձևին համապատասխանության մեջ դրեցինք սիմետրիկ քառակուսային ձև։ Սիմետրիկ քառակուսային ձևին համապատասխանության մեջ դրեցինք A գծային արտապատկերումը, որը նույնպես սիմետրիկ է։ Այս թեորեմի համաձայն սիմետրիկ գծային արտապատկերումը ունի M հատ օրթոնորմալ սեփական վեկտոր, որոնք համապատասխանում են ինչ որ լամդա G սեփական արժեքներին։ Իմ H վեկտորը ես կարող եմ վերլուծել ոչ միայն ստանդարտ հենքում, այլ կարող եմ վերլուծել այս F1 FM հենքում։ Այս փոքր հաշվարկը ցույց տալիս, որ այդ դեպքում կստանում եմ հետևյալը. QH-ը հավասար է լամդա G, A-ի սեփական արժեքները եւ C-ի քառակուսի, որտեղ C-ները H-ի կոորդինատներն էին F1 FM հենքում։ Սրանց միանգամից ստանում ենք հետևյալ հետևանքը։ Հետևանք թեորեմից։ Ուրեմն Q կլինի դրական այն եւ միայն այն դեպքում, այսինքն S արտահայտությունը ուզում եմ լինի դրական, ինչ էլ լինեն C-ները։ Բնականաբար անհրաժեշտ եւ բավարար պայմանը այն է, որ բոլոր սեփական արժեքները մեծ կամ հավասար են 0-ից։ Այս առաջին մասն է։ Երկրորդ մասը ասում է, որ Q-ն կլինի դրական որոշված, այսինքն դրական ամենուրեք բացի 0 կետից, այն եւ միայն այն դեպքում, երբ սեփական արժեքները խիստ մեծ են 0-ից։ Այսինքն այն ինչ արեցինք, մեզ հնարավորություն է տալիս հասկանալ, թե արդյոք տրված քառակուսային ձևը, այսինքն մեր դեպքում երկրորդ դիֆերենցիալը դրական է կամ դրական որոշված, կամ բացասական է բացասական որոշված։ Ինչ պետք է անել, պետք է նայել համապատասխան գծային օպերատորը, այսինքն գծային արտապատկերումը, հաշվել սեփական արժեքները, իսկ ոնց ենք հաշվում սեփական արժեքները, պետք է նայենք այս կոչվում է բնութագրիչ բազմանդամի արմատները, որտեղ մենք գիտենք, որ սեփական արժեք կարող է լինել լամդան կարող է լինել սեփական արժեք, եթե սեփական արժեք է իրականում, եթե որոշիչը հավասար է 0-ի։ Իսկ որոշիչը հեշտ է հասկանալ, որ սրա որոշիչը ըստ լամդայի m-երորդ կարգի բազմանդամ է։ Այսինքն հաշվում ենք բնութագրիչ բազմանդամը, գտնում ենք բոլոր արմատները, այս թեորեմը ասում է, որ ինքը կունենա m հատ արմատ, կարող է պատիկությունը 1-ից մեծ լինի, բայց կունենա m հատ արմատ, եւ եթե այդ բոլոր արմատները ոչ բացասական են
Համապատասխան քառակուսային ձևը կլինի դրական, եւ եթե խիստ դրական են, ապա համապատասխան քառակուսային ձևը կլինի դրական որոշված։ Եկեք մի օրինակ նայենք։ Օրինակ, եկեք նայենք, երբ m հավասար է 2-ի։ Ուրեմն ունենք քառակուսային ձև, որը ունի ինչ-որ գործակիցներ a ij, ij-ին փոխվում է 1-ից 2։ Ես սրան համապատասխանության մեջ եմ դնում սիմետրիկ գծային արտապատկերում։ Ոնց ենք որոշում այս գծային արտապատկերումը, ես պետք է վերցնեի հենց այս գործակիցները, a-ij-ները, եւ եթե ուզում եմ հաշվել a-ն ինչ-որ h վեկտորի վրա, երրորդ կոորդինատը պետք է վերցնեմ a եկեք լավ, բոլորը գրենք, ուրեմն a11 h1 գումարած a12 h2, այս առաջի կոորդինատն է, a21 h1 գումարած a22 h2։ Այսինքն ուրիշ կերպ ասած, իմ այս a գծային արտապատկերումը տրված է այս մատրիցով a11 a12 a21 a22։ Ուրեմն համաձայն այս վերևում բերված ալգորիթմի ինչ պետք է անեմ, ես պետք է հաշվեմ այս մատրիցի բնութագրիչ բազմանդամը։ Ով է բնութագրիչ բազմանդամը, այդ հետևյալ մատրիցի որոշիչն է լամդա միավոր հանած a, այսինքն ստացվում է լամդա հանած a11 մինուս a12 մինուս a21 եւ լամդա հանած a22։ Պետք է հաշվեմ սրա որոշիչը։ Որոշիչը դժվար չի հաշվել, ինչ է ստացվում։ Ստացվում է, եկեք մի անգամից պատասխանը գրեմ, լամդա քառակուսի հանած a11 գումարած a22 լամդա եւ գումարած a11 a22 հանած a12 a21։ Եթե գրենք որոշիչը, կստանանք սա։ Ուրեմն այս անդամները անուններ ունեն։ Առաջինը a-ի անկյունագծային անդամների գումարն է, ինքը կոչվում է a-ի հետք, կոչվում է trace of a, նշանակում է sense, իսկ սա այլ որոշիչն է։ Այսինքն a-ի բնութագրիչ բազմանդամը, հիմա եթե սրանք սիմետրիկ են, ապա այս երկու անդամները նույնն են, բայց այս բանը կարևոր չի է։ Ուրեմն a-ի բնութագրիչ բազմանդամը ինչ տեսք ունի, լամդա քառակուսի հանած a-ի հետ կբազմապատկած լամդայով եւ գումարած a-ի դետերմինանտը։ Մեր թեորեմը ասում է, որ սա ունի երկու արմատ, լամդա 1 եւ լամդա 2։ Հիմա ես ուզում եմ, որ ինքը լինի, ասենք օրինակ դրական։ Ուրեմն a-ին համապատասխան քառակուսային ձևը դրական է, այն եւ միայն այն դեպքում, երբ լամդա 1-ը մեծ կամ հավասար է 0-ից, լամդա 2-ը մեծ կամ հավասար է 0-ից։ Բայց որն է կապը լամդա 1 լամդա 2-ի միջև եւ այս բազմանդամի միջև, ես գիտեմ, որ Վիետի թեորեմի համաձայն այս երկուսի գումարը հենց հետքն է եւ արտադրյալը դետերմինանտը։ Այսինքն սա տեղի կունենա այն եւ միայն այն դեպքում, եւ ես ուզում եմ երկու թիվ, որոնք ոչ բացասական են։ Ուրեմն նրանց գումարն էլ պետք է լինի ոչ բացասական եւ արտադրյալը։ Եվ հակառակը, եթե գումարն ու արտադրյալը ոչ բացասական են, ապա բնականաբար երկուսն էլ ոչ բացասական են։ Ուրեմն ստանում ենք հետեւյալը, որ Q քառակուսային ձևը դրական է, եթե երկուսի դեպքում R2-ի վրա, եթե հետքը եւ որոշիչը դրական են։ Հիմա լրիվ նույն ձևով ստանում ենք հետեւյալը, որ Q-ն դրական որոշված է, այն եւ միայն այն դեպքում, երբ հետքը դրական է եւ որոշիչը դրական է։ Այսինքն
R2-ի վրա որոշված ֆունկցիաների համար կա շատ հեշտ եղանակ, առանց այս երկար-բարակ տեսությունը հիշելու, պարզապես պետք է հաշվենք երկրորդ դիֆերենցիալի մատրիցը, ու ստուգենք, եթե հետքը օրինակ խիստ դրական է եւ որոշիչը խիստ դրական է, ապա համապատասխան քառակուսային ձև, այսինքն երկրորդ դիֆերենցիալը դրական որոշված է։ Եվ հակառակը, եթե երկուսն էլ բացասական են, չէ, երկուսը բացասական չի, բայց եկեք նայենք երբ է ստացվում խիստ բացասական օրինակ։ Q-ն կստացվի խիստ բացասական, այն եւ միայն այն դեպքում հետքը, որը սեփական արժեքների գումարն է, բնականաբար պետք է լինի բացասական, բայց որոշիչը, այսինքն արտադրյալը, պետք է լինի խիստ դրական։ Սրանով տեսական մասը կարելի ասել ավարտվում է։ Արդյոք ինչ-որ հարցեր կան։ Ես ընդ մի քիչ որ կարանք բարձրանանք։ Այո։ Որ ընդ այդ Q-ի համար գրեցինք այդ հաշվարկը ու արդյունքում ստացանք այդ լամբդա-ը CG քառակուսին։ Բայց դա չպետք է ստե հաշից կախված լիներ հիմա։ Մի րոպե, CG-ն հենց հաշից է կա։ CG-ն հաշի գործակիցներն են FG հենքում։ Այսինքն եթե ես ունեմ հաշը, որոշում եմ CG, եթե ունեմ CG, որոշում եմ հաշը։ Իսկ ան ընդհանրապես հաշից կախված չէր, չէ՞։ Չէ, ան հաշից կախված չի։ Ան կախված է իրականում այն հենքից, որը ես ընտրել եմ ամենասկզբում, բայց ամենասկզբում ես միշտ ունեմ ստանդարտ հենքը։ Լավ, հասկացա։ Շնորհակալություն։ Արդյոք ուրիշ հարցեր կան։ Այս իհարկե կարող է մի քիչ ուղղակի արագ է, այսքանը սենց աստորեն գծային հանրաշումի ամբողջ գլուխ մենք այս ժամում ուսումնասիրեցինք, բնականաբար եթե հնարավոր չի։ Այսինքն պետք է մի հատ նորից ձեզ համար գրեք կամ ինչ-որ միտեղ կարդաք այս բանի մասին։ Հիմնական դիտարկումը սա էր, որ ուրիշ կերպ ասած, եթե ասենք փորձեք ման գալ, փնտրել ինչ-որ տեղ, պետք է նայեք սիմետրիկ գծային մարտապատկերումները կարելի է բերել անկյունագծային տեսքի։ Այսինքն կարելի է ընտրել օրթոնորմալ բազիս, որը բաղկացած է I-ի սեփական վեկտորներից։ Միշտ չէ, որ սա հնարավոր է։ Բայց եթե ձեր օպերատորը սիմետրիկ է, ապա սա հնարավոր է։ Օրինակ, նայեք հետևյալ բանը, հետևյալ մատրիցը, ասեք նայենք, լավ, բերենք, որը հավասար է 0, 1, 0, 0։ Ապա սա ունի ընդամենը 1 սեփական վեկտոր։ Սրան հնարավոր չի, սրա համար հնարավոր չի գտնել երկու գծայինորեն անկախ սեփական վեկտոր, կա ընդամենը 1 սեփական վեկտոր։ Բայց սա սիմետրիկ չէր, այսինքն այս թեորեմի պայմաններին չի բավարարում։ Ինչևէ, ուրեմն մեզ հետաքրքրում են սիմետրիկ գծային արտապատկերումները, սիմետրիկների համար միշտ կա օրթոնորմալ հենք, որը բաղկացած է սեփական վեկտորներից, ու այս փոքր հաշվարկը ցույց է տալիս, որ Q-ն կլինի դրական, եթե բոլոր սեփական արժեքները դրական են, խիստ դրական, այսինքն դրական որոշված, եթե բոլոր սեփական արժեքները խիստ դրական են եւ նույն բանը բացասականների համար։ Շատ լավ, եկեք մի օրինակ նայենք ու սրանով կավարտենք։ Օրինակ թե ոնց ենք այս ամեն ինչը կիրառում։ Օրինակ, եկեք նայենք հետևյալ ֆունկցիան f(x)-ը երկու փողանի ֆունկցիա ենք նայում։ f(x)-ը հավասար է x-ի 4 աստիճան գումարած y-ի 4 աստիճան հանած 2x քառակուսի։ Զորիչից օրինակի, եթե ինչ-որ բաներ պարզ չլինեն, կարող եք զորիչում կարդալ։ Ուրեմն եկեք գտնենք կրիտիկական կետերը։ Ինչ է նշանակում կրիտիկական կետ, նշանակում է, որ գրադիենտ պետք է հավասար լինի 0-ի, գրադիենտ f x(y)-ը հավասար է 0-ի, գրադիենտը հեշտությամբ հաշվում ենք, եթե ըստ x-ի ենք ածանցում, ստացվում է 4x խորանարդ հանած 4x, եթե ըստ y-ի ենք ածանցում, ստացվում է 4y խորանարդ, ու սա պետք է հավասար լինի 0-ի, այսինքն 0, 0 վեկտորի, Այս ինչ է նշանակում, նշանակում է x խորանարդ հանած x-ը հավասար է 0-ի և y խորանարդը հավասար է 0-ի։ Դե հեշտությամբ գտնում ենք բոլոր լուծումները։ Ուրեմն x-ը հավասար է 0 կամ պլյուս մինուս 1 և y-ը հավասար է 0-ի։ Այսինքն, այս ֆունկցիան ունի 3 կրիտիկական կետ։ 0, 0,
0 1 չէ 1 0 եւ մինուս 1 0 ֆունկցիա ունի 3 կրիտիկական կետ։ Մենք հիմա ուզում ենք հասկանանք, թե այս կրիտիկական կետերի մասին ինչ կարող ենք ասել, արդյոք սրանք լոկալ էքստրեմումներ են։ Եկեք գրենք կրիտիկական կետերի բնույթը։ Միշտ որ մենք մի թեորեմ ունեինք, որը որոշ դեպքերում հնարավորություն էր տալիս եզրակացնելու, այսինքն հասկանալու, թե արդյոք սրանք մինիմումներ են, մաքսիմումներ են կամ ոչ են։ Դրա համար մենք պետք է հաշվեինք դիֆերենցիալը։ Ուրեմն այդ դիֆերենցիալի մատրիցը անունն ինքը կոչվում է Հեսյան։ Այս ինչն էր, այս պարզապես երկրորդ տատանցիալներից բաղկացած մատրիցներ, այսինքն D2 ըստ x-ի f, dx, dyf, dx, dyf և d2 yf։ Բնականաբար ստեղ dx-ը մասնակի հացանցալն է ըստ x-ի և dy-ը մասնակի հացանցալն է ըստ y-ի։ Ուրեմն եկեք հաշվենք, մենք գրադիենտը արդեն հաշվել էինք, սա էր, հետևաբար, եթե ես հաշվում եմ Հեսյանը, այսինքն նշանակենք այդ հաշով, f ֆունկցիայի x-y կետում պետք է ստանամ մատրից, եթե երկու անգամ հացանցում եմ ըստ x-ի, ինչ է ստացվում 12x քառակուսի անած 4, ըստ x-ի և y-ի ստեղ ստացվում եմ 0 պաստորեն և 12y քառակուսի։ Հիմա եկեք գրենք, ուրեմն ես ընդհանուր դեպքում, ես ցանկացած x, y-ի համար։ Հիմա եկեք գրենք, տեսնենք կրիտիկական կետերում ինչ է ստացվում։ HF 00-ն հավասար է, ուրեմն ինչ է ստացվում, մինուս 4 0 0 0, HF 1 0-ն հավասար է, x-ի փոխարեն դնում եմ 1, ինչերից 1 թե պլյուս 1, մինուս 1 նույն բանն է, եկեք միասին գրենք, ուրեմն 12 անած 4 լինում է 8, 0 0 0։ Այսինքն եզրակացնել չեմ կարող, քանի որ ուրեմն եթե մեր մատրիցը անկյունագծային է, եթե A մատրիցը անկյունագծային է, այսինքն լամդա 1 լամդա m, ապա բնութագրիչ բազմանդամը հեշտ է հաշվել, որ ստացվում է պարզապես արտադրյալ j-ն հավասար է 1-ից m, լամդա հանած լամդա j։ Հետևաբար 0-ները PA լամդան հավասար է 0-ի, այն և միայն այն դեպքում, երբ լամդան հավասար է լամդա j-ի, j-ն հավասար է 1-ից m։ Այսինքն անկյունագծային մատրիցների համար սեփական արժեքները հեշտությամբ կարող ենք հաշվել։ Այսինքն օրինակ 0-0 կետում ինչ կստանանք, մինուս 4 0 և պլյուս մինուս 1 0 կետում կստանանք 8 և 0։ Այսինքն 0-0 կետը կարող է լինել սեփական արժեքները բացասական են, հետևաբար քառակուսային ձևը բացասական է, այսինքն այս կարող է լինել մաքսիմում, սա էլ կարող է լինել մինիմում, բայց դեռ ոչ մի բան չեմ կարող ասել։ Այսինքն մեր թեորեմը հնարավորություն չի տալիս որոշակի եզրակացության գալ, բայց կոնկրետ այս դեպքում կարող ենք պարզապես մի քիչ ավելի մանրամասն ֆունկցիայի նայել, տեսնել ինչ է ստացվում։ Ուրեմն, եկեք սկսենք 1 0 և մինուս 1 0 կետերից։ Պլյուս մինուս 1 0։ Ինչ կարող ենք ասել։ Ուրեմն այս fx-ը կարող ենք գրել հետևյալ ձևով։ fxy-ը։ Ես կարող եմ
Այսին ֆունկցիայից առանձնացնեմ քառակուսի ըստ x-ի։ X-ի 4 աստիճան հանած 2x քառակուսից, դեռ ինչ պետք է գումարել, որ դրով քառակուսի դառնա, գումարած 1, գումարած y-ի 4 աստիճան եւ 1 գումարեցի պետք է հանեմ 1։ Ստացվում է ուրեմն x քառակուսի հանած 1-ի քառակուսի եւ գումարած y-ի 4 աստիճան եւ հանած 1։ Սա միանգամից երևում է, որ եթե ես վերցնում եմ f պլյուս մինուս 1 0 կետը, ապա ստանում եմ մինուս 1 եւ ցանկացած ուրիշ կետում սա ոչ բացասական է, իսկ սա խիստ դրական։ Եթե x-ը տարբեր է պլյուս մինուս 1-ից, ապա սա խիստ դրական է։ Հետեւաբար ես կարող եմ ասել, որ ցանկացած x-y-ի համար, որը տարբեր է պլյուս մինուս 1 0-ից, fxy-ը խիստ մեծ է f պլյուս մինուս 1 0-ից, որը հավասար է մինուս 1-ի։ Այսինքն այս դեպքում այս երկու կետերը մինիմումի, նույնիսկ գլոբալ մինիմումի կետեր են։ Իրենք արժեքը ֆունկցիայի հետ կետերում ավելի փոքր է, քան թե ցանկացած ուրիշ կետում։ Ուրեմն սրանք մինիմումներ են։ Հիմա նայենք այն մյուս կետը, որն է կետը մնում 0,0-ն։ Ուրեմն ինչ կարող ենք ասել, նախ հաշվենք արժեքը 0,0-ում։ Երբ արժեքը 0,0-ում ուրեմն մեր ֆունկցիան 4x քառակուսի 4x, չէ, x-ի 4 գումարած 2, չէ, գումարած y-ի 4 հանած 2x քառակուսի 0,0-ում ստացվում է 0։ Մյուս կողմից եկեք նայենք սահմանափակումները x-երի եւ y-ների առանցքի վրա։ f0y-ը հավասար է y-ի 4 աստիճան, ինքը միշտ մեծ է 0-ից, երբ y-ը 0-ից տարբեր է։ Իսկ fx0-ն հավասար է x-ի 4 հանած 2x քառակուսի։ Սա կարող եմ գրել մինուս 2x քառակուսի, ինչ է մնում 1 հանած 1 երկրորդ x քառակուսի։ Երբ x-ը փոքր է, սա դրական է։ Այսինքն այս ամեն ինչը ստացվում է խիստ բացասական, երբ x-ը հավասար չի 0-ի ու բավականաչափ փոքր է։ Այսինքն եզրակացությունն այն է, որ սա էքստրեմում չի, որովհետև 0-ի փոքր շրջակայքում ես ունեմ համ դրական արժեքներ, համ բացասական արժեքներ։ Ուրեմն էքստրեմում չի։ Մի հատ հարց կա էլ է տալ։ Այո։ Մենք ստացանք, չէ՞, որ այդ դիֆերենցիալը երկրորդ այդ կետերում ոնց որ մեկի մոտ միշտ մեծ հավասար էր 0-ից, մյուսի մոտ փոքր հավասար էր։ Այո։ Բայց ոնց եղավ, որ դա բավական չէր ասելու համար, որ բան են լոկալ մինիմում կամ մաքսիմում են։ Որովհետև Դա չափածեցինք թեորեմով։ թեորեմը ասում է, որ պետք է ինքը լինի դրական որոշված, այսինքն բոլոր սեփական արժեքները պետք է լինեն խիստ դրական կամ խիստ բացասական։ Ստեղ սեփական արժեքները այս դեպքում 0-ից փոքր կամ հավասար են, այս դեպքում 0-ից մեծ կամ հավասար։ Եթե ստեղներ դրական բացասական թիվ, իսկ ստեղներ դրական թիվ, կարող ենք եզրակացնել, բայց այս դեպքում ոչ։ Այս դեպքում ասենք, որ միգուցե այս դեպքում ստացվում է մաքսիմում, այս դեպքում էլ կարող է ստացվել մինիմում։ Պարզվեց, որ մինիմումը իրոք ստացվում է, չնայած երկրորդ սեփական արժեքը 0 է, իսկ մաքսիմումը չի լինում, որովհետև ցանկացած շրջակայքում համ ունեցանք դրական արժեքներ, վերցրեցինք x0, y-ը ցանկացած թիվ ստացվեց դրական, իստեղ վերցրեցինք y-ը 0, x-ը փոքր թիվ ստացվեց բացասական։ Այսինքն ոչ մինիմում է, ոչ մաքսիմում։ Չէ հետևում մեր թեորեմից, բայց հետևում է այս ֆունկցիայի ուսումնասիրությունից։ Հասկանալի է, շնորհակալություն։ Ուրիշ հարցեր։ Շատ լավ, դե եթե ուրիշ հարցեր չկան, ապա այսօր այսքանը կհանդիպենք։ Մեզ մնացել է փաստորեն ըստ էության մի թեմա, այդ անբացահայտ ֆունկցիայի թեորեմն է եւ հակադարձ ֆունկցիայի թեորեմն է, դա էլ մի շաբաթ երկու դասախոսություն ունենք, մի շաբաթ կվերջացնենք։ Եթե հարցեր չկան, ապա այսօր այսքանը կհանդիպենք երկուշաբթի օրը։ Տեսություն բոլորին։ Տեսություն։